Ողջույն հարազատներ, այսօրվա խոսքը, որ ունեմ Սուրբ Հոգուց առաջնորդված, որդեգրության մասին է։ Մի նյութ, որի մասին չեմ դադարում հիանալուց։ Ինձ համար սա մեծագույն պատիվ է։ Պիտի ընթերցանեմ Հռոմեացիներին ուղղված 8-րդ գլուխ 15-ից 17-րդ խոսքերը։ Որովհետև դուք կապանքի հոգի չստացաք, որ նորից վախի մեջ լինեք, այլ դուք որդեգրության հոգին ստացաք, որով մենք Աբբա հայր ենք կանչում Աստծուն։ Հոգին ինքը վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ, ապա նաեւ ժառանգորդներ, Աստծո ժառանգորդներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ։ Եթե հաղորդակից լինենք նրա չարչարանքներին, ապա նրա փառքին էլ հաղորդակից կլինենք։ Այս որդեգրությունը իրականացավ ոչ թե որ ես էի կամենում, կամ սա իմ ցանկությունը չէր, որ մի օր ես արթնանայի եւ ասեի, այսօրվանից ես Աստծո զավակ եմ, ես որդեգրվեցի։ Խոսքն ասում է, եւ հոգին, այսինքն Սուրբ Հոգին, վկայում է քո հոգուն, որ դու Աստծո զավակ ես։ Սրա համար շատ խոսում եմ Սուրբ Հոգու մկրտության մասին եւ վերստին ծնունդի մասին, որ շատ կարեւոր է, որ խնդրենք, որպեսզի ամեն մեկս այս վերստին ծնունդը ունենանք։ Եվ Սուրբ Հոգին գալով այս որդեգրությունն է վկայում եւ մեզ իրավունք եւ թույլտվություն է տալիս մեր արարիչ Աստծուն հայր դիմել։ Աբբա նշանակում է հայրիկ, հայր դիմել։ Եվ այս իրավունքը, այս որդեգրության Հիսուս Քրիստոս բոլորիս համար տվեց այս իրավունքը։ Այսինքն Հիսուս Քրիստոս, որ խաչվեց, մահացավ եւ հարություն առավ, իր զոհաբերությամբ բոլորիս համար այս շնորհքի դռները բացեց։ Ցանկացած մարդ, որ իր մեղքերը խոստովանում է Հիսուս Քրիստոսի առջև, անկեղծությամբ եւ խոստանում է, որ իր կյանքը նվիրի Հիսուս Քրիստոսին, Տերը տեսնելով իր սրտի անկեղծությունը եւ ընդունում այդ մարդը Հիսուս Քրիստոսի կատարած զոհը իր մեղքերի թողության համար, այդ օրվանից այդ մարդը Հիսուս Քրիստոսի արյունով կնքվում է որդեգրության համար։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, սիրելիներ։ Եթե դու չգիտես դու ով ես, դու չգիտես ինչպես պիտի ապրես, բայց երբ որ դու գիտես դու ով ես, քո ստատուսը դու գիտես, քո կյանքիդ որակը, քո կյանքիդ արժեքները, քո նպատակները, քո մենտալիտետը, քո հոգևոր հոգեբանությունը ամբողջությամբ փոխվում է, որովհետև առաջ դու դա չունեիր այդ որդեգրությունը եւ հիմա դու ունես այդ որդեգրությունը եւ պիտի տարբերվի քո կյանքը առաջ եւ հետո պիտի տարբերվի քո կյանքը։ Դու չես կարող այդ որդեգրությունը ընդունելով դու ապրես քո սովորական սովորությունների մեջ ապրես, ինչպես որ ապրել ես, շարունակես այդպես ապրելու։ Այս որդեգրությունը մեծ շնորհք է մեզ համար, որ երկինքն ու երկիրը արարող Աստված կամեցավ մեզ որդեգրել, մեր մեղքերը լվանալ եւ մեզ որդեգրել եւ իր թագավորության մեջ, որ մենք մաս ու բաժին չունեինք, այդ թագավորության մեջ մեզ ժառանգություն տա։ Եվ ուզում եմ, որ նյութական, ֆիզիկական օրինակով խոսեմ, որ շատերիս համար հասկանալի լինի այս նյութը։ Ինչի շատերը չունեն այս որդեգրությունը, ինչի չեն ապրում այն մակարդակի վրա, այն հավատքի կյանքի մեջ, որ որպես ժառանգորդ այդ կյանքը չունեն շատերը։ Շատերը վախերի մեջ են, վայ ինչ պիտի ուտենք, վայ ինչ պիտի հագնենք, որ Տերն ասեց մի մտահոգվեք դրա մասին։ Պատկերացրեք մի մարդ, որ ինքը անտուն է եւ ապրում այդպես փողոցներում եւ կերակրվում է, ինչ որ գտնում է այդ կերակուրներով։ Եվ այդ երկրի թագավորը գալիս է եւ իրան առաջարկում, ասում է, գիտես, ես ուզում եմ քեզ որդեգրեմ եւ ուզում եմ քեզ ժառանգորդ անեմ։ Բնականաբար այդ մարդը ընդունում է այդ ժառանգությունը եւ ամբողջ երկրի արչեւ թագավորը իրան տալով պատվավոր հանդերձներ թագը դնում է ամբողջ ժողովրդի արչեւ եւ հրճակում է, որ այս մարդը այսօրվանից իր թագաժառանգն է եւ բոլորը ընդունում են որպես թագավոր այդ մարդուն։ Եվ որոշ ժամանակ հետո, շատ կարճ ժամանակ հետո, այս մարդը նորից հայտնվում է իր փողոցներում։ Տեսնում են, որ այս մարդը նորից դուրսը այդ կեղտերի մեջից ուտելիք է գտնում, կերակրվում է, եւ եթե մեր կողքը կատարվեր այս ամենը եւ մենք տեսնենք, որ մի քանի օր առաջ թագավորությունը ընդունած մարդը փողոցներում այսպես է ապրում, մենք բոլորս կասենք, անմիտ ես ինչա, այս ինչ ես անում, դու թագավորի զավակ ես, դու իրավունք չունես այսպիսի կյանք ապրես, այլ մոռացի ես կյանքը, դու ուրիշ ստատուսի մեջ ես, դու ուրիշ
ապրելակերպի մեջ ես, դու ուրիշ թագավորությանն ես պատկանում արդեն, դու գործ չունես այս փողոցների կեղտերի մեջ։ Չէ՞, մենք բոլորս այդպես կասենք եւ այդպես կմտածենք։ Եվ հոգևոր կյանքում նույնն է, երբ որ մենք հավատքով ընդունում ենք Հիսուս Քրիստոսի կատարած զոհը եւ մեր անունները գրվում են կյանքի գրքի մեջ եւ կնքվում են Հիսուս Քրիստոսի արյունով, որ ոչ մի իշխանություն եւ ոչ մեկ իրավունք չունի անվավեր համարի այս որդեգրությունը, մենք պիտի համապատասխանենք այդ որդեգրությանը։ Մեր ֆինանսները ծախսելով, մեր ներդրումներով, որտեղ ենք ծախսում մեր ֆինանսները, ինչի վրա ենք դնում մեր գումարը, որ դա մեր ժամանակն է, դա մեր աշխատանքն է, մենք աշխատում ենք, չարչարվում ենք, վաստակում ենք այդ գումարը, ում գրպաններն ենք լցնում, այս աշխարհի, որ սատանային է պատկանում, թե երկնային արքայությանը, որ մեր հորն է պատկանում, եւ մենք պիտի վայելենք հավիտյան։ Եվ մեր ապրելակերպից երևում է, որքանով ենք մենք ընկալել այս որդեգրության նյութը եւ որքանով ենք հավատքով ընդունել, որ հիմիկվանից արդեն այս երկրի մեջ ապրելով ես մաս ու բաժին չունեմ այս աշխարհի մեջ։ Իմ նպատակներս, իմ փափագներս, իմ ներդրումներս երկնային արքայության մեջ է, որտեղ ընդեղ է իմ գանձը եւ ընդեղ է իմ սիրտը։ Եվ ես ընդունել եմ իմ որդեգրությունը։ Ես ժամանակավոր պանդուխտ եմ այս երկրի վրա, բայց իմ ներդրումներս երկնային արքայության մեջ է։ Սիրելիս, ուզում եմ, որ այս նյութը շատ լավ հասկանաս, խնդրես, որ Սուրբ Հոգին գա, բացի, լուսավորի, այդ սատանայի խավարը հեռացնի, որ կարողանաս սթափ հասկանաս այս որդեգրությունը, որ Հիսուս Քրիստոս համայն մարդկության համար կատարեց եւ ընդունես քո բաժին որդեգրությունը, սիրելիս։ Իմ փափագն է, իմ նպատակն է, իմ աղոթքներից նյութն է, որպեսզի ես եւ դու հասնենք մեր ժառանգությանը, մեր երկնային արքայության ժառանգությունը ընդունենք, որ մեր Հայրը պատրաստել է մեզ համար։ Ընդունիր հավատքով, եղիր օրհնված։